Պարոն Սարգսյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ ենք առանձնացրել, որոնց հետ կապված կլսենք նաև ձեր տեսակետը եւ այսպես Նիկոլ Փաշինյանը այլևս բաց հայտարարում է, որ նոր սահմանադրությամբ անկախության հռչակագիրը չի լինելու, որովհետև դա հող է նախապատրաստում նոր պատերազմի, կոնֆլիկտի հող է, բուն է, այսպես ասենք, հա։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը, այս մարդու նպատակը ո՞րն է։ Առաջին հերթին եկեք իրեն հիշեցնենք, որ ինքը առ ոչինչ է այդ տեսանկյունից, որպեսզի հայտարարի, թե ուրեմն սահմանադրությունը ինչ է լինելու, ինչ չի լինելու, որովհետև Սահմանադրությունը ընդունում է ժողովուրդը իր հանրաքվեով, սա առաջինը։ Եթե այդքանը մոռացել ես, քեզ հիշեցնենք։ Երկրորդը, այդպիսի ուրեմն փոփոխություն սահմանադրության մեջ, դու որպես իբր պետություն պահպանող, պետությունը ամբողջովին քանդում ես, այսինքն պետությունը ոչնչացնում ես, որովհետև եթե հռչակագիրը, անկախության հռչակագիրը վերանում է, դուք հասկանում ես այդ ինչ է նշանակում, եթե դուրս է գալիս սահմանադրությունից, ապա Հայաստանի Հանրապետություն այլևս չկա, այսինքն ամբողջովին փակվում է այդ էջը, որ Հայաստանը դուրս գալով Խորհրդային Միությունից իրեն հռչակել է անկախ հանրապետություն, որպես Հայաստանի Հանրապետություն, որտեղ դա հռչակագիրն է, մեր անձնագիրը եւ այս պարագայում պետք է քաջ պարզ քեզ համար լինի, որ ժողովուրդը կորոշի պահի այդպիսի կետ սահմանադրությունում, թե ոչ, իսկ որ այսպես շտապում ես պետությունը քանդելու, ապա իհարկե մենք էլ պետք է շտապենք, որպեսզի իրոք այս փաստը քո այսպես ասած թելադրանքը, քո ցանկությունը ոչ մի դեպքում չիրականանա։ Սա ամենակարևոր հարցն է, ուրեմն կրկնում եմ, այսպես կոչված, երբ որ դուք խոսում եք անընդհատ, թե իբր պետություն եք պահպանում եւ զարգացնում, խաղաղություն եք բերել հանուն նրա, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի եւ զարգանա, ապա դուք միայն այդպիսի մի քայլով ջնջում եք ամբողջ այս 35 տարվա պատմությունը, որը մեր ժողովուրդը թույլ չի տալու։ Դա բացառվում է, որպեսզի մենք հանդուրժենք նաև այսպիսի լկտիություն։ Ինչ է նշանակում կոնֆլիկտի հռչակագիր։ Ինչ է նշանակում։ Այսինքն, եթե հռչակագիրը նշում է, որ մեր պատմական, ուրեմն երազանքին մենք պետք է գնանք եւ իրականացնենք, դա նշանակում է, որ մենք կոնֆլիկտ ենք հրահրում։ Եթե մենք ուզում ենք, որ արդարությունը հաստատվի հայոց ցեղասպանության հետ կապված, մենք դրանով կոնֆլիկտի ենք գնում։ Եթե մենք աշխարհը մեզ ընդունում է եւ ընդունել է բացարձակ մեծամասնությունը, որ այո, Թուրքիան իրականացրել, Օսմանական Թուրքիան իրականացրել է ցեղասպանություն առաջին պատմության մեջ, ուրեմն դա աշխարհը չէր հասկանում, թե դա կոնֆլիկտ է, թե կոնֆլիկտ չի։ Չէ՞ որ կա միջազգային իրավունք, որը պետք է պահպանվի անգամ այս աշխարհում եւ որտեղ որ արդեն ամեն ինչ ոտնահարվել է։ Եվ այս պարագայում հրաժարվել նաեւ Արցախի հանրապետությունից։ Մի անգամ եւս ուզում եմ նորից կրկնեմ բոլոր այն բութերի համար, բութ մարդկանց համար, որոնք ուզում են այսպես ձև անեն, թե իրենք չգիտեն ոնց է ձևավորվել Արցախի հանրապետությունը։ Արցախի Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը հռչակվել է սեպտեմբերի 2-ին ի նշան նրա, որ Ադրբեջանի, այսպես կոչված ԽՍՀ Ադրբեջանը դուրս եկավ անօրինական ձևով, դուրս եկավ Խորհրդային Միության կազմից։ Իսկ որովհետև գործում էր օրենք 1990 թվականի ապրիլի 3-ին, 100 անգամ ենք ասել, բայց ասում եմ բութ մարդկանց համար պետք է նորից կրկնենք։ 1990 թվականի ապրիլի 3-ին ընդունվեց օրենք Խորհրդային Միության կազմից դուրս գալու կարգի վերաբերյալ, որտեղ հատուկ նշված էր, որ բոլոր նրա այն ինքնավար մարզերը, ինքնավար հաստատությունները, որոնք չեն ուզում դուրս գալ Խորհրդային Միությունից, իսկ հանրապետությունը, որի կազմում այդ պահին իրենք կան, իրավունք ունեն դուրս գալ այդ հանրապետության կազմից եւ մնալ Խորհրդային Միության կազմում։ Այսօրվանից այդ սեպտեմբերի 2-ից հռչակվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը օրինական ճանապարհով։ Եթե դա օրինական չլիներ,
ու ապա խորհրդային միության գերագույն խորհուրդը միանգամից կվերացներ այդպիսի որոշումը։ Ինչու, որովհետև դեռ գործում էր խորհրդային միությունը։ Ինչու, որովհետև Ադրբեջանը, նորից եմ կրկնում, անօրինական ճանապարհով դուրս էր եկել եւ իրավունք էր տվել Լեռնային Ղարաբաղի մարզին, դա էլ հատուկ շեշտենք էլի նորից այդ անգրագետների համար, երբ որ ձևավորվել էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, ինքը ձևավորվել էր իր տարածքով, իր սահմաններով, իր ժողովրդով, իր իշխանությունով, այսինքն պետականության էլեմենտներ էր կրում։ Եվ այդ պետականության էլեմենտներին հիման վրա նա իրավունք ստացավ ընդհանրապես անկախանալ Ադրբեջանից, ինչի մասին մենք տարիներ շարունակ մենք ստեղծեցինք ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմկոմիտե, 25 կազմակերպություն էին ընդգրկված դրանում, եւ մենք անընդհատ եւ հետո ես որպես падգամավոր ազգային ժողովում ներկայացրեցի ուրեմն այդպիսի առաջարկ, որ մենք ընդունենք, ոչ թե ընդունենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ հանրապետություն, այլ որպես անկախ Ադրբեջանից եւ Ադրբեջանի կազմից օրինական ճանապարհով դուրս գալու։ Ինչու այդպես էինք ձևակերպել, որովհետեւ դրանից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Արցախի ժողովուրդը իրավունք էր ստանում հանրաքվեով հայտարարել, որ միավորվում է Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ դրան վերաբերյալ նորից մի բան, որպեսզի պարզ լինի, որ էլի նորից էս ոնց են սրանց ասում պատոհասները։ Ուրեմն, որպեսզի հասկանան, որ երբ որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անգամ չճանաչված գոյություն ուներ, միակ կոնֆլիկտն էր, որի վերաբերյալ ձևավորվեց Մինսկի խումբը։ Մինսկի խումբը, որը ԵՀԿ Մինսկի խումբը եւ եռանախագահությունը։ Եվ դա նշանակում էր, որ միջազգային հանրությունը ընդունում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը ինքնորոշվելու, իսկ ինքնորոշման իրավունքի արդյունքում նա իրավունք ուներ միավորվելու Մայր Հայաստանի հետ, եւ այդ պարագայում իդեպ արդեն Մայր Հայաստանի մաս էր կազմում, որովհետեւ այդ տարածքում գործում էր դրամը, բյուջեն ընդհանուր էր, հա, ընդհանուր էր եւ որովհետեւ ընդեղից էր գալիս տնտեսական արտադրանքը մենք մի օրգանիզմ էր, նույն բանը կարելի ասել, թե որ ասեց երեք խայտարակությունը հանրապետության վարչապետա կոչվում, ասում է մենք ձեզ վրա միլիարդներ ենք ծախսել, դուք չեք ծախսել, այ ընկեր, դա չի ծախսվել որպես, չգիտեմ, օտար ազգի վրա, քո ազգի մի հատվածին, եւ չի ծախսվել անվերապահ, նրանք էլ իրենց հերթին են ունեցել բյուջե լցնելու հնարավորություն, հազարավոր տոննաներով ծորեն էր գալիս Արցախից եւ այլն, արտադրանքը ահռելի արտադրանք կար։ Այդ նույնը ոնց որ ասես Շիրակի մարզի ժողովրդին ասես մենք ձեզ վրա միլիարդներ ենք ծախսել։ Նույն բանն էր, որովհետեւ այնտեղ գործում էր անձնագիրը Հայաստանի Հանրապետության, այնտեղ գործում էր բոլոր համապատասխան օրենքները եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունը անպայման գործում էր այս Հայաստանի կառավարության որոշումներին համապատասխան։ Այս ամբողջը եղել է, ինտեգրացիան իրականացվել էր, մինչև քո գալը։ Եվ երբ որ գալիս է մարդ, որը ասում է, թե ես զրոյացնում եմ, մենք 18 թվականին կարծելով, որ այս մարդը նոր է եկել, պետք է նրան ներկայացնել, մենք ներկայացրեցինք ամբողջ փաթեթը, ասեցինք, որ նայեք, ծանոթացեք, որովհետև դուք շատ դրբություններին ծանոթ չեք, դուք չեք եղել բանակցային գործընթացում։ Բայց ում էինք ասում։ Զրոյացրեց դրանով իսկ ուղղակի փագեց Մինսկի խմբի էջը։ Եվ նաև հիշում եք ինքը ասում էր կարիք չունեն նախին ղեկավարներից տեղեկանալու բանակցային process-ից, ես Ալիևից կտեղեկանամ։ Եվ հասկանալի էր արդեն պետք էր մենք էլ միանգամից հասկանայինք, որ այս անձը եկել է որպեսզի Արցախը հանձնի, որովհետև եթե դու չես ուզում արդեն եղածի վրա բերես նորը, այսինքն դու եթե ինչ որ մի բանի հետ համամիտ չէիր, շատ լավ, մենք էլ մի մադրիդյան սկզբունքների մեջ ունեինք մեր անհամաձայնությունը, բայց դա չէր նշանակում, որ մենք պետք է ասեինք վերացրեք մադրիդյան սկզբունքները, որովհետև այնտեղ ամեն առաջարկում եւս մեկ անգամ հիշեցնում եմ, բոլոր Մինսկի խմբի համանախագահների առաջարկներում անպայման եղել է այն կետը, որ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ժողովուրդը իրավունք ունի ինքնորոշման իրավունքը իրականացնել։ Այսինքն այլ հարց է թե երբ եւ ոնց, այլ ոնցը պարզ էր, հանրաքվե էր։